Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները։ Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունը ընդգծել է, որ պայմանագիրը պատրաստ է ստորագրման։ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ սա բացառիկ պատմական հնարավորություն է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու տեսանկյունից։ Ըստ նրա, սա նաև շատ կարևոր քայլ է պետականաշինության ճանապարհին, ինչպես նաև ինքնիշխանության ամրապնդման առումով։ Եթե մենք վերցնենք 2020 թվականը եւ դրանից հետո Արժե որ Հայաստանը ապրում էր իր համար իր ինքնիշխանությունը պահելու ծանրագույն օրեր եւ կային բոլոր օբյեկտիվ հաշվարկները, որովհետեւ բոլոր ծրագրերը գծված էին ռուս-թուրքական, որ այս պետությունը պիտի չլներ։ Բայց տեսեք իր արնոտ, վերքոտ, ծանրագույն օրերից հետո Հայաստանի Հանրապետությունը շնորհիվ Ռուսաստանի եշության, այն է մտնել Ուկրաինա եւ այնտեղ խրվել, հնարավորություն ստացավ Ռուսաստանի թուլացմանը զուգահեռ աստիճանաբար աշխատել այլ պետությունների հետ, կարողացավ Եվրոմիության դիտորդներ հրավիրել այստեղ։ Սուքիասյանը նկատում է 2020 թվականից հետո Ադրբեջանը ոչ միայն չէր ուզում բանակցությունների գնալ, այլ ասում էր՝ դուք ով եք, որ ձեզ հետ բանակցենք, իսկ 2022-ին մտան Հայաստանի սուվերեն տարածք, ինչը Ռուսաստանը լեգիտիմացրեց, ասելով չի ճանաչում Հայաստանի հստակ սահմանները։ Спасибо, что приехали. Երկիրն ապրում էր ծանրագույն օրեր, սակայն իրական դաշնակից պետությունների օգնությամբ կարողացավ սանձարձակ մի պետության չափավորել։ Իհարկե իրենք բարձր որ չեն ուզում դա։ Չեն ուզում, որովհետև իրենք պայմանավորություն են Ռուսաստանի հետ, գործարքի մեջ են ոչրային։ Չեն ուզում, որովհետև թուրք են, չեն ուզում, որովհետև որտեվ տեսել են թուլացած Հայաստան հնարավորություն ունի մի բան հոշոտելու։ Ասում են կարողացանք չափավորել իրեն եւ բերել բանակցությունների։ Խաղաղության համաձայնագրով նախատեսվում է, որ սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չպետք է տեղակայվեն։ Արդյոք խոսքը եվրոպական առաքելության դիտորդների մասին է։ Սուքիասյանը նկատում է Եվրամիության դիտորդներն ուժ չեն, այլ քաղաքացիական առաքելություն։ Նախ ճիշտ է, պետք է հասկանալ ինչ է նշանակում ուժ։ Ինչ է նշանակում երրորդ ուժ։ Ես կարծում եմ, նայեք, այստեղ Թուրքիան տակն է։ Ինձ թվում է Արությունեցել եմ ասել, իմ այլ եմ ասում։ Այս բանակցությունները հավանաբար հայ-թուրքական Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող մաս կա, ուղիղ չի, բայց երևում է։ Ինձ թվում է երրորդ ուժի չլինելու հանգամանքը Թուրքիայի պահանջն է, որ Հայաստան-Թուրքիան սահմանում էլ իրենք չլինեն, որտեղ վաղը միսօր մենք պետք է անցնենք արդեն Հայաստան-Թուրքիա սահմանի ապաշրջափակմանը, չէ, բացմանը։ Ինձ թվում է դա Թուրքիայի պահանջն է տակը։ Մի հատ էստեղից հանեք, որ հետո իմ հետ սահմանը կարողանաք բացել։ Հավանաբար այդ բանն էլ կա, ինչը բայց մեզ ձեռնտու է, նայեք։ Հիմա այս ողբասացները կմտնեն ռուսին հանում եք թուրքին, չէ, այդպես չի։ Մենք մեր սահմանները պետք է ապառուսականացնենք։ Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները տրանսպորտային եւ տնտեսական ուղիները ապաշրջափակել, զրուցակիցն ասում է Հայաստանը տարածաշրջանում որպես պետություն անկլավ է, որպեսզի ինտեգրվի, պետք է կոմունիկացիաները բացվեն։ Միջանցքը ոչ մեկը ոչ մեկին չի տալիս, իհարկե, բայց փորացավները այդպեսին է։ Որոնել անընդհատ պատրվակներ, հիմա միգուցե կսրվի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը խաղաղության պայմանագրով ամբողջությամբ չէ, բայց հավանաբար մի 150 տարվա, միգուցե 200 տարվա ռուս-թուրքական գործարքը ճեղքում է։ Իրենք սա չեն ուզում որ լինի, որտեղ Ռուսաստանը ինչ է սովոր, Ռուսաստանը սովոր է վերքոտ կոնֆլիկտների, որ ինքն է բստրել, կոնֆլիկտները դրել է, չէ։ Եվ ինքը այդ կոնֆլիկտներով կառավարում է։ Հիմա եթե մենք այդ կոնֆլիկտը հանում ենք խաղաղության պայմանագրով, Ռուսաստանը այստեղ զառադը քաշելու է։ Վերոնշյալի տրամաբանության մեջ Սուքիասյանն ասում է, ռուսական ուղղվածություն ունեցող հատվածի անհանգստությունը հասկանալի է, սակայն անհասկանալի են ժողովրդավարական աշխարհայացք ունեցող ուժերի անհանգստությունները։ Էսի արեցիք, էնի տվեցիք, իմ տատուս ասածով խիչ ես կնքում խաղաղության պայմանագիրը։ Լսեք, այդ խաղաղության պայմանագիրը ինչին որ մենք ասել ենք։ Սա ընդհանրապես 20 թվականից հետո մինչև 22 թվական անպատկերացնելի բան էր։ Բարձրապես դա մեր բնավորությունն է, ասենք ընկնում ենք ողբերգության մեջ, հայությունը ինքը այդպեսին է։ 4 օր հետո կանգնում է նորից, էլի պոռոտախոս, թուրքը, հայրենիքս պետք է տասը, տենց չէ, մի քիչ օբյեկտիվ եղեք։ Կոմպրոմիս, կոնսենսուսային, կոմպրոմիսային բաներ պետք է լինի։
մի բան ավել, մի բան պակաս ողբերգություն չի, բայց մենք կարողացել ենք այս սանձարձակ գիշատչին, որը դաշնակիցներ ունի ագրեսիվ դաշնակիցներ, կարողացել ենք սանձազերծել բերել խաղաղության պայմանագիր կնքել տալ։ Հարցին խաղաղության պայմանագրի կնքման դեպքում միջնորդներ պետք են թե ոչ, Սուքիասյանն արձագանքում է միջնորդներ կամ պարզապես նրանք չեն երևում։ Սա Հայաստանի Հանրապետության ուժի բանը չէր, այս գիշատիչներին հավաքել բերել խաղաղության պայմանագիր, թեկուզ բանակցել։ Տակը միջնորդներ կան, ուղիղ չեն երևում։ Իհարկե հիմա այդ տեսակետն կա, միջնորդ ճարենք բերենք, որ ինքը երաշխավոր լինի։ Մեզից հոգնել են հավանաբար։ Երևի իրենք էլ շահագրգռված են, որ խաղաղություն կնքենք, պարզենք մենք ձեզից պարզենք, զզված հրիկ թողեք, անընդհատ Ամերիկայից արի ցեղասպանություն ճանաչի, Եվրոպային արի գնա Արցախից հետ բեր, անընդհատ աշխարհին հարցեր ենք տալի, երաշխավոր կանգնի, ընդհանրապես հա, լավ կլիներ, որ երաշխավոր լիներ, լավ կլիներ, հավելյալ բան է, բայց այս հարցն էլ կան, արդյոք մենք վստահ ենք, որ եթե երաշխավոր լինի, Ադրբեջանը չի խախտելու, ով ասում։ Միջնորդներով թե առանց միջնորդի զրուցակցի համոզմամբ պետք է գնալ պայմանագիրը կնքելու ճանապարհով եւ այդ ճանապարհին պետք է լինել համառ, բայց էլի ես մեզ առաջարկում եմ մեր հայացքը տեղափոխվենք Հայաստանի Հանրապետություն, մեր հայացքը դրսում է մնացել, դրսից մեկը երաշխավորի ինձ, այն մեկը երաշխավորի, թողեք սա, աշխատեք այդ ուղղությամբ, բայց միայն այդ ուղղությամբ մենք պիտի չմտածենք, պետությունը պետք է անընդհատ գիշեր-ցերեկ ներսից կարգի բերվի, մենք պիտի թարգենք հայկական հորանջելը, դա մեր բնավորությունն է, այտենց մի բան անենք գնանք 40 տարի քնենք, գիշեր-ցերեկ պետությունը պիտի վերականգնվի։ Ադրբեջանը Հայաստանին, Հայաստանն էլ Ադրբեջանին չի վստահում, ասում է Սուքիասյանն ու շարունակում, սակայն կա իրողություն բանակցված պայմանագիր, որը մի օր պիտի ստորագրվի։ 17 դժվար բանակցելի կետեր, որոնք 17 չէ կարծեմ, որոնք բանակցվել են, ինչ շատ կարճ ժամկետում 2 տարի է, ինչ է։ Հիմա իհարկե Ալիևը ինչին էր սպասում էր, որ ԱՄՆ-ում նոր վարչակազմի ընտրվելուց հետո ինչ որ աշխարհում աղետներ են լինելու, ինքը հնարավորություն է ստանալու չեղարկելու, բայց ինքը վերջի 2 կետերը համաձայնեց ԱՄՆ-ի նոր վարչակազմի ընտրվելուց հետո, այսինքն ինքը հասկացավ, որ ինքը այս պահին հնարավորություն չունի դա չանելու։ Եթե ունենար չէր անի, վստահ եղեք։ Սա բաներ կա, դեն նկատենք, մեր ուժի բանը չի միայն իրեն պարտադրել, արտաքին աշխարհի համակրանքը կա։ Բազը չէ, ինչ որ գրվել է այնտեղ, իշխանությունն ասած փոխադարձության սկզբունքով է։ Եվ բաներ կա, պետք է նկատի ունենանք։ Սա մեզ համար այդ բոլոր արհավիրքներից հետո մի հատ լավագույն հնարավորություն է կնքել խաղաղության պայմանագիր մի կետ ավել, մի կետ պակաս։ Հայաստանի Հանրապետությունը մնաց որպես պետություն, բոլոր հաշվարկներով պետք է չլիներ այս պետությունը։ Կա հայությունը կա եւ կարողացել իր դաշնակից չէ, իր դրկիցներին, հարևան պետություններին բերել իր գոյության համար մի հատ կոնսենսուսային տարբերակի։